անում, արդյոք մեկի բացասական եզրակացության դեպքում չեղարկում են նաև մյուս պրոցեսն, այսինքն կասեցվում են նաև մյուս պրոցեսը։ Ես ոնց հասկացա, այստեղ ճիշտ է հանրային լսումների քանակը ավելանում, անկերությունն ասում է, որ դա իրանց համ, բայց մյուս կողմից նաև իրանք ապահովագրում են իրանց օրինակի համար մի փորձակնությունը բացասական ստանալու դեպքում մյուսով շարունակ։ Բացառապես մեկը մյուսին չկապչանում ու բացառապես մեկը մյուսի հետ ուղիղ կապ չունի, այսինքն եթե նա բացասական ավտոմատ նայելա բացասական կամ հակառակը, առանձին փորձակնական պրոցեսներ են, ու այդ ռիսկը մենք ունենք, որ կարող ինչ-որ փուլ լավ լինի, ինչ-որ փուլ վատ լինի։ Այսինքն ինքը որևէ ձևով ուղղակի չի հանգեցնում հաջողություն։ Իմ ասածն է, եթե այն ժամանակ ամբողջական պրոցեսը փորձակնությունը պիտի բացասական ստանա։ Բայց էլի գարցեք նրան, որ ռիսկը մերն է։ Այս դեպքում ընկերությանը դեռ հստակ չի դրական բացասական եզրակացության ելքը տվյալ գործընթացի շրջանակներում, որտեղ թափոնների մասով դերևս փաթեթ չունենք նախարարություն մտկաբերած եւ որևէ փորձակնական գործընթաց չի սկսվել, քանի որ իրար փոխկապակցված գործունեություններ են, չի կարող ընկերությանը ինչքան էլ ենթադրյալ դրական եզրակացություն տրամադրվի, ընկերությունը չի կարող որևէ աշխատանքներ իրականացնել, մինչև թափոնների կուտակման վայրի վերաբերյալ համապատասխան դրական եզրակացություն չունենա։ Այսինքն